լրագրողներ, թարապես կարծում եմ բոլորդ գիտեք, որ կուսակցություններին ավելի հեշտ է արդյունքները ամփոփել, քան կենտրոնական տրական հանձնաժողովը։ Այսինքն այն, որ կուսակցությունները սովորաբար, ու դա միշտ այդպես է, ավելի շուտ են արդյունքները ամփոփում, քան կենտրոնական տրական հանձնաժողովը, դա Թամենը մեր կյանքից, մեր կարգավորումից բխող իրողություն է։ Տեսեք, երբ որ տեղամասում քվեարկությունը ավարտվում է, կուսակցությունների քաղաքական ուժերի վստահված անձերը անմիջապես տվյալները հաղորդում են իրենց քաղաքական ուժին։ Իրենց, չգիտեմ, շտաբ է կամ ով որ համակարգում է այդ գործընթացը։ Բայց որպեսզի կենտրոնական տրական հանձնաժողովը արդյունքները հրապարակի, տեղամասից ամբողջ տեղամասը պիտի արդյունքները ամփոփելուց հետո գույքը հավաքի, ամբողջ այդ փաստաթղթերը հավաքի, պարկերը, մեկ անգամ ամեն ինչ տեղավորի, մեկ անգամ այն ինչ որ պիտի տեղավորի մեկ անգամյա պարկերի մեջ, այն ինչ որ պիտի առանձին ներկայացնի ընտրատարածքային տրական հանձնաժողով, հետո այնուհետև ոստիկանների ուղեկցությամբ նոր այդ պարկերը տեղափոխվում են ընտրատարածքային տրական հանձնաժողով։ Ընտրատարածքային տրական հանձնաժողովում այդ պարկերը պիտի ընդունեն։ Պիտի ընդունեն այնուհետև այն արձանագրությունները, որոնք ներկայացնում են տեղամասային տրական հանձնաժողովներից։ Այնուհետև ընտրատարածքային տրական հանձնաժողովները իրենց համակարգի միջոցով, դա մեր հատուկ համակարգն է, սկսում են արձանագրությունները մուտքագրել։ Եվ այդ արձանագրությունները մուտքագրելուց հետո նոր միայն կենտրոնական տրական հանձնաժողովում սկսում են տվյալները այսպես ասած արտացոլվել։ Ու այն փաստը, որ միշտ քաղաքական ուժերը մոտավորապես 2-ից 3 ժամ, երբեմն կարող ավելի շուտ, նայած թե ինչպես են իրենց աշխատանքը, ավելի արագ են ընտրությունների արդյունքները, քվեարկության արդյունքները ամփոփում, դա բնական երևույթ, այսինքն այստեղ որևէ կասկածելի բան չկա։ Ես ձեր ուղղակի դուք ոնց որ ձեր հարցի մեջ ես ընկալեցի մեղադրանք մեզ, որ մենք դեռ այսպես ասած այդպես դանդաղ ենք արդյունքները հրապարակել։ Ընտրական օրենսգիրքը կենտրոնական տրական հանձնաժողովից պահանջում է, որպեսզի նախնական արդյունքները հրապարակվեն 24 ժամվա ընթացքում։ Մենք ըստ էության հաշվի առնելով, որ ժամը 11:35 ենք սկսել նիստը, 12 պլյուս 3, 15 ժամ պլյուսով մենք արդեն նախնական արդյունքները ամփոփել ենք։ Իհարկե, հարգելիս միշտ բոլոր կարող եք հետ գնալ, բոլոր ընտրությունները, միշտ կուսակցությունները, քաղաքական ուժերը մի քանի ժամ շուտ են ամփոփում, մի քանի ժամ շուտ է, նա ներկայումս բան չկա, հրավառություն բան չկա, նախկինում կհիշեք նախկին ընտրություններին դեռ ասենք ԿՀ-ն կամ ընտրատարածքայինը նոր սկսում էր ամփոփման փուլը, սկսում էր թվեր հրապարակել, քաղաքական ուժերը արդեն սկսում են հրավառություններ կազմակերպել, արդեն որ արդյունքները իմանում են։ Սա, ասեմ, սա պիտի ուղղակի այս իրողությունից, այսինքն ինչ որ իրողությունը սա է, սա է իրողությունը, այստեղ որևէ կասկածելի երևույթ չկա։ Մյուս հարցը ընտրախախտումն է, տեսեք, բոլոր ընտրախախտումներով մենք ունեցել ենք իրավիճակային կենտրոն, որը որ բոլոր ահազանգերը, բոլոր մամուլում տեղ գտած այսպես խախտումների կամ ինչ որ բոլորը հավաքագրել են։ Դրանց մի զգալի մասին արդեն, այսինքն ընթացքում, այսինքն օպերատիվ լուծում պահանջողները բոլորը լուծվել են։ Իսկ այն երևույթները, որոնք որ պահանջում են արդեն ամփոփման փուլում իրավական գնահատական, կասկած չունենաք, որ այդ իրավական գնահատականը տրվելու է։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ զինվորների հետ կապված խնդրին։ Խնդիրը եղել է իրողությունը այս, որ զինվորները, մեր զինվորները երկու տեղամասում դեռ, չգիտեմ, կեսօրից կամ ավելի շուտ եկել են քվեարկության։ Տվյալ դեպքում մի հանձնաժողովը, հիմա պիտի խոստովանեմ, որ հանձնաժողովի մի զգալի մասը ամենայն հարգանքով, բայց տարիքով մարդիկ են։
որովհետև բոլորը երևի արդեն տեղյակ եք, որ օրինակ այս ազգային ժողովի ընտրություններին ասենք տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ լինել ցանկացողները, այսպես մեծամասամբ մի զգալի մասը երկար տարիներ անընդհատ հանձնաժողովներում եղած մեր սիրելի քաղաքացիներն են, որոնք բայց մեծ մասը արդեն կան երբեմն պատկառելի տարիք ունեն եւ կուսակցությունները, այսինքն տվյալ դեպքում խմբակցությունները, ովքեր նշանակում են անուն, այսինքն տեղամասային ընտրական հանձնաժողովում երբեմն ստիպված լինելով, որովհետեւ արտոնագիր ունեցող, այսինքն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ լինելու արտոնագիր ունեցող այլ տեխնացուներ չեն ունեցել։ Նշանակել են կոպիտ ասած ով իրենց ոնց որ կադրերում եղել է եւ կոնկրետ մի տեղամասում միայն քվեաթերթիկները 18 քվեաթերթիկները դասավորել ծրարը տալը եւ մենք երբ որ ուղի եթերով նայում ենք ես ժամ պահեցի 3 րոպե էր տևում այսինքն կեսօրից զինվորները եկել են քվեարկության եւ ստեղծվել էր մի բա որ արդեն 8-ին պակաս զինվորները դրան տեղամասի դրան դիմաց կանգնած են այսինքն են քան որ ասել են 15 կմտնեք ներս դրան դիմաց կանգնած են եւ տեղամասային ընտրական հանձնաժողով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ասում են ինչ անենք զինվորները մտնում են ներս այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք եւ ասենք տեղամասի դիմաց կանգնած զինվորը չպիտի մտնի քվեարկի, որովհետեւ այդպես դանդաղ ասենք process-ը դանդաղ գնացել։ Օրենքը ասում է, չէ, տեսեք, օրենքը ասում է ժամը 8:00, այ օրենքն եմ հիմա ես ձեզ ցիտում, օրենքը ասում է ժամը 8:00-ին տեղամասը փակվում է եւ այն բոլոր ընտրողները, որոնք այդ պահի դրությամբ տեղամասի ներսում են, նրանց իրավունք է տրվում քվեարկել եւ դուրս գալ։ Այսինքն այդ բոլոր տեղամասերում, երբ որ 8:00-ին տեղամասը փակվում է եւ ներսում կան ընտրողներին պիտի հնարավորություն տրվի քվեարկել, նոր դուրս գալ, նոր սկսում է ամփոփման գործընթացը։ Սա մեր օրենսդրության կարգավորումն է այս դեպքում խնդիրը եղել է նրանում, որ երկու տեղամասում մի փոքր մեծ թվով զինվորներ են եղել, այսինքն այդ խնդիրը այդտեղից են ձեր համար նկատելի դառել, բայց երբ որ օրինակ, չգիտեմ, 10, 15, 20 հոգի է լինում, դուք նույնիսկ դա չեք էլ նկատում, որովհետև առավելից եթե հանգարց տեղամասային ընտրական հանձնաժողովն էլ մի քիչ արագ է աշխատում, այդ դեպքում, ասենք, չգիտեմ, մի 5-10 րոպե է այդ ոնց որ երկարաձգումը տևում։ Սա այն է, ինչ որ նաև ինձ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից նաև ներկայացրել են, նաև տեղամասից են ներկայացրել։